Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը հրապարակել է 2025-2030 թվականների համար Հայաստանի ներդրումային ռազմավարությունը։ Ավելի մրցունակ և ներառական մասնավոր հատվածի խթանումը մնում է հիմնական առաջնահերթություն։ Ռազմավարությունը թարմացվում է 5 տարին մեկ։ Նոր ռազմավարության մշակման գործընթացը մեկնարկել է 2024-ի սկզբից։ ՎԶԵԲ ներկայացուցիչները հանդիպել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ախտորոշել հիմնական մարտահրավերներն ու սահմանել առավել հրատապ կարիքների լուծման առաջնահերթություններ։ Ռազմավարությունը ունի առաջնահերթություններ, աջակցել առավել ներառական և մրցունակ մասնավոր հատվածի զարգացմանն ու արագացնել կանաչ տնտեսության անցումը կայուն ենթակառուցվածքների աջակցությամբ։ Առաջին գերակայության ներքո մենք ձգտելու ենք ֆինանսական միջնորդության դիվերսիֆիկացման և խորացման, ձեռնարկությունների կատարողականի ամրապնդման և բիզնես միջավայրի բարելավման, տնտեսական դիվերսիֆիկացիայի և կապի բարձրացման, այդ թվում արտահանման դիվերսիֆիկացում, խաղաղության խաչմերուկ և միջին միջանցք։ Երկրորդ գերակայության ներքո աշխատելու ենք հասնել էներգոարդյունավետության բարձրացման և ածխաթթուացման, խոսքը կլիմայի փոփոխության, կլիմայի ռիսկերի հարմարեցման և մեղմացման մասին է։ Քաղաքային ենթակառուցվածքների բարելավված որակի, ճկունության և ներառականության, էներգետիկ անվտանգության բարձրացման, ճկուն և դիվերսիֆիկացված էներգետիկ խառնուրդի միջոցով վերականգնվող էներգիա, հաղորդման գծեր, միջուկային անվտանգություն։ Ընտրված առաջնահերթությունները տեղավորվում են Հայաստանի տնտեսության զարգացման համատեքստում, նշում են փորձագետները։ Էդգար Աղաբեկյանի կարծիքով Եվրոբանկը հաշվի առել տնտեսության վիճակը, հիմնախնդիրները և ռիսկերը։ Այստեղ շեշտվել է ծրագրում այն հանգամանքը, որ Հայաստանը հիմնականում արտահանման հատվածը որոշակի, այսպես ասած, բարձր ավելացած արժեք չստեղծող ոլորտներն են։ Եվ այս առումով շատ կարևոր է տնտեսության մեջ հենց այդ ոլորտների վրա որոշակի շեշտադրումների իրականացումը եւ տնտեսական աճի համար ավելի լայն ներառականության պայմանների ստեղծումը, թե տարածքային, թե առանձին սոցիալական խմբերի առումով վերջին տարիներին մենք ունեցել ենք բավականին բարձր տնտեսական աճի տեմպեր, այստեղ քայլեր են ձեռնարկվում հետագայում կամ այս պահին եղած տնտեսական աճի ներառականության մեծացման ուղղությամբ։ Նախորդ ռազմավարությամբ ՎԶԵԲ-ն ավելի քան 1 միլիարդ եվրոյի ներդրում է կատարել Հայաստանի տնտեսությունում, նշում է Ջորջ Ախալկացին։ Այս դեպքում իրենց նպատակն է գերազանցել այդ թիվը։ I am sure that the actual investments will be much greater than that. Վստահ ենք, որ դա մեզ կհաջողվի հաշվի առնելով վերջին տարիներին ներդրումների զգալի արագացումը։ Միայն 2024 թվականին մենք մոտ 400 միլիոն եվրոյի ներդրումներ ենք կատարել երկրում եւ մեր նպատակն է լինելու պահպանել ակտիվության այդ մակարդակը առաջիկա տարիներին։ Դա ի վերջո կախված է պահանջարկից։ Մենք հիմնականում աշխատում ենք մասնավոր հատվածում, որտեղ պահանջարկը պայմանավորված է տնտեսական աճով։ Հանրային հատվածի ծրագրերը նույնպես շատ կարևոր են, բայց դրանք դժվար է կանխատեսել, քանի որ ավելի դանդաղ են ընթանում, կապված ծրագրերի բարդության եւ իրականացման սահմանափակ կարողությունների հետ։ Միջազգային կառույցներից այսպիսի ֆինանսավորումները մեծ կարևորություն ունեն։ Կան ոլորտներ, որտեղ բիզնեսը ֆինանսավորում չի իրականացնում ռիսկերից կամ ծախսերից ելնելով, եւ այս դեպքում ՎԶԵԲ-ի միջոցով իրականացվող ներդրումները դրական են ազդում։ Մի կողմից դրանք ֆինանսական ազդեցություն են, այսինքն ֆինանսավորման նոր աղբյուրներ են ռեսուրսների, մյուս կողմից էլ դրանք որոշակի փորձի ներդրում են ենթադրում, այսինքն այն առաջադեմ փորձը կամ այն հետազոտությունները, որ իրենք անում են, կամ այն ծրագրերը, որ իրենք դիտարկել են, դրանց ներդրմանն են ուղղված, նաև որոշակի մարդկային կապիտալի զարգացման ուղղված եւ նաև որոշակի ուղղություններ կան այստեղ պետական որոշակի քաղաքականության առանձին ուղղությունների ֆինանսավորման, դրանց այսպես ասած բարեփոխումների արագության մեծացման ուղղությամբ։ Նախորդ 5 տարում կառույցը 110,000 ՓՄԶ վարկի հնարավորություն է տվել, նպաստել էներգոարդյունավետությանը եւ էլեկտրաէներգիայի հասանելիությանը քաղաքացիների եւ ձեռնարկությունների համար, աջակցել մայրաքաղաքում 87 էկոլոգիապես մաքուր ավտոբուսների ձեռքբերմանը, նաեւ Երևանում ու Գյումրիում այլ ենթակառուցվածքների բարելավումներին։ Last year, a big part of our focus over past. Անցած տարի մեծ ուշադրություն կար փախստականների հարցին։ Ներառված էին փախստականների որակավորման բարձրացման եւ վերապատրաստման ծրագրեր, համոզվելու համար, որ նրանք աշխատանքի տեղավորման լավ հնարավորություններ ունեն։ Նշեմ երկուսը, պետական եկամուտների կոմիտեի հետ մեր նախագիծն է Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման եւ Թումոյի նոր շենքի ֆինանսավորումը։ Առաջին դեպքում մենք կօգնենք Պեկին վերապատրաստել փախստականներին եւ
աշխատանքի ընդունել, իսկ Թումոյի դեպքում մենք օգտագործենք նրանց ծրագրերը փախստականներին տեխնոլոգիական ոլորտում աշխատանքի տեղավորման անհրաժեշտ հմտություններով զինելու համար։ Անցյալ տարի մենք ֆինանսավորեցինք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենամեծ ճանապարհային ծրագիրը՝ Սիսիան Քաջարանը։ Սա ռազմավարական ծրագիր է, որը բարելավում է Սյունիքի բնակիչների և բիզնեսի հասանելիությունը ու բարելավում ողջ մարզի տնտեսական հեռանկարները։ ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավարի գնահատմամբ շատ հաջող համագործակցություն կա Հայաստանի կառավարության հետ և դրա վառապացույցը այս խոշոր ենթակառուցվածքային ծրագրերն են։ Միջազգային կառույցը կարևորում է Հայաստանի ներդրումային խորհրդի գործունեությունը, որին աջակցում է կառավարությունը։ Դրա միջոցով ավելի քան 25 բարեփոխում է իրականացվել։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։